Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու Հայաստանի ծրագիրն արդեն 1.5 տարի քննարկվում է ոչ միայն Երևանում, այլև Անկարայում։ Նախկինում մենք կարող ենք պարզապես տեղեկացնել մեր հարևաններին ինչ-որ գործողություններ իրականացնելիս, մենք կարող ենք առաջնային չհամարել իրենց կարծիքը այս կամ այն գործընթացը իրականացնելիս, հիմա Նիկոլ Փաշինյանը ապացուցում է իր գործողություններով, որ առանց Արցախի, նույնիսկ Հայաստանի ներսում ինչ-որ գործողություն իրականացնելիս, ինքը պետք է դա համաձայնեցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Արդյոք Թուրքիայի հետ համաձայնեցվում է Արաքսավան եւ Բուրաստան համայնքներում Արաքս գետը նախկինհուն վերադարձնելու ամբարտակի նախագիծը։ Շինության կառուցումը անհրաժեշտություն են համարում մասնագետները, քանի որ ավազի արդյունահանման պատճառով գետում առաջացել է մոտ 400 հեկտար կղզի, որը վերացնելու համար պետք է կառուցել 130 մետր երկարությամբ եւ 8 մետր խորությամբ պատնեշ։ Սպուտնիկ Արմենիան փորձել է ճշտել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, արդյոք $1 միլիոն արժողությամբ ամբարտակի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ, չնայած ըստ խորհրդային ժամանակաշրջանից գործող պայմանագրի Հայաստանն այդ հարցը ոչ թե պետք է համաձայնեցնի թուրքական կողմի հետ, այլ պարզապես տեղեկացնի։ Նախարարությունը ըստ էության չի հերքել, որ տեղեկացնելուց բացի ուրիշ քննարկումներ են ընթանում ըստ անհրաժեշտության եւ հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ։ Հայ որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական ընտրությունը դեպի թուրքական աշխարհն է, թուրքական աշխարհի ինտեգրումը, թուրքական աշխարհի առաջատարներ Թուրքիան է, եւ այստեղ տրամաբանականը, որ այս տեսակ գործողությունները Թուրքիայի հետ սահմանին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձելու է առնվազն փորձելու է իրենց հետ համաձայնեցնել։ Քաղաքագետի համոզմամբ Երևանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է բաց եւ կանխատեսելի լինել հարևան Թուրքիայի համար, հույս ունենալով, որ դա փոխադարձ կլինի, ինչն էլ կնպաստի լարվածության նվազմանն ու սահմանային կայունությանը։ Ըստ Մաթևոսյանի, այդ մոտեցումը գործնականում միակողմանի է։ Մի կողմից մենք ունենք իրավիճակ, որ իշխանությունները այստեղից համաձայնեցնում են Արաքսի ափի վրա ինչ-որ գործողություններ կատարելու հարցը թուրքերի հետ, մյուս կողմից օրինակ Թուրքիայում ինչ են անում։ Ամսի 10-ին նոյեմբերի Իգդիրում հերթական բողոքի այսպես կոչված ակցիան տեղի ունեցել եւ այնտեղից պահանջել են փակել մեր մեծամորի ատոմակայանը։ Ավելին, այս ամենը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական Ազերտաջ լրատվական գործակալության կողմից։ Մաթևոսյանը չի բացառում, որ Հայաստանի այս մոտեցումը ապագայում կարող է թույլ տալ Թուրքիային ազդել ավելի լուրջ հարցերի վրա, օրինակ պահանջել հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից։ Մեր քաղաքացիները ընդհանրապես սա պետք է շատ իրենց համար հասկանան, որ քաղաքական այս իրավիճակի պահպանման դեպքում իրենց կյանքին վերաբերվող շատ հարցեր իրենք եւս պայմանավորված են լինելու թուրքերի ցանկությամբ կամ այդ ցանկության բացակայությամբ։ Աննա Գյուրնազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։